Վերջին զանգի օրը դասընկերներիցս երկուսը որոշեցին, որ մեկը պետքա գա լիմուզին տեսակի մեքենայով, իսկ մյուսը տրակտորով։ Մենք իհարկե չէինք հավատում, խիստ կասկածում էինք, բայց այո, տրակտոր կար մեր վերջին զանգին եւ այդ տրակտորը զարդարված էր փուչիկներով, սիրուն ու մեր վերջին զանգը շատ յուրահատուկ էր, որովհետեւ սկզբից գնում էր լիմուզինը, հետո հետևից տրակտորը, հետո նոր մյուս մեքենաները։ Հա, բաց։ 6-7 դասարան էինք, ֆիզկուլտի դահլիճում էինք աղջիկներով, արդեն հետ էինք փոխվում։ Մեր դասից մեծ աղջիկ կար, կերուս հետ բանավեճի բռնկվեց։ Եկե սենց ասես դեբիլ, սենց ֆրոցեսի տիմ ընկերուհուն ասեցիր դեբիլ ու սենց ուգիներ էի հակել ու այդ ժամանակ արդեն ռետուզով է։ Այդ ուգին վերցրեցի սենց քցեցի վրան, կպավ իրա մեջքին։ Ինքն ասես մի դեբիլ էլ դու ես, ասի ոնց թե։ Իրան այ սենց բռնեցի, մազը չացրեցի ներքև ու այդ ռետուզով պատկացրեք խփեցի գտին։ Հետո ծնող կանչեցին դպրոց, ասեցին որ ձեր աղջիկը ծեծել է մեկ այլ աղջիկա իր դասարանից։ Հիմա ասածս ինչ հանկարծ օրինակ չվերցնեք, չծեծեք ձեր այստեղ էլա։ Չգիտեմ ինչքանով էր անախորժ, բայց համենայն դեպս ինտրիգային էր, հետաքրքիր էր, որ մինչ օրս հիշում եմ, ավագ դասարաններում էինք ու հասարակագիտություն առարկայից մեզ հանձնարարություն տրվեց զուգահեռ դասարաններով փոքրիկ բիզնես կազմակերպենք հենց դպրոցում եւ փորձենք մեզ բիզնեսի մեջ։ Մենք դասարանի աղջիկներով պատրաստեցինք համեղ խմորեղեններ, Նապոլեոն նաեւ։ Նապոլեոնի վաճառքը շատ լավ էր։ Մի կտորը մենք վաճառում էինք 70 դրամ։ Ու ես տեսնելով, որ այդ Նապոլեոնները գնալով սպառվում են ու պահանջարկ ավելի է մեծանում, Նապոլեոնի 1 կտորը բաժանեցի ուղիղ 2 մասի, սկսեցինք վաճառել ամեն մեկը 50 դրամով։ Արդյունքում մեր դասարանը հաղթեց զուգահեռ դասարանին։ Հիշեցի, կարոտեցի, սիրում եմ բոլորիդ, գրկում, համբուրում եմ, կարոտել եմ շատ։ Հաջորդ նկարահանմանը